Այսօրվա կերակուրը, որը պատրաստելու ենք միասին, լեհական խոհանոցից է։ Պատրաստելու ենք բիգոս։ Կերակրի համար նախատեսված բաղադրիչներ բազմաթիվ են, ժամանակն էլ բավականին երկար է, տևելու մինչև պատրաստենք վերջացնենք, բայց կարծում եմ համեղ է ստացվելու։ Հիմնական բաղադրիչներն են խոզի փափկամիս, տավարի ոսկորոտ միս, ապխտած մսեղեն, թթու կաղամբ, թարմ կաղամբ, սալորաչիր, մեղր, մի խոսքով եւ չմոռանանք ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Կսկսենք թարմ կաղամբը մշակելուց, ավելի ճիշտ տեղադրենք տախտակը։ Թարմ կաղամբը մինչև ջերմային մշակումը հարկավոր է մարինացնել, մշակել։ Կվերցնեմ, այս կաղամբը մոտ 2 կիլոգրամ է, կվերցնեմ 200 գրամը, 200 գրամը։ Քիչ մի փոքր ստացվեց, բայց կարծում եմ վատ չի։ Սա կտրատում ենք ժապավենների։ Որպեսզի հարմար լինի ուտելը, ժապավենները կկտրենք այսպես մեջտեղից։ Այսպես կարծում հարմար կլինի։ Մոտ բերենք, այսպես ավելի հարմար է։ Համեմում ենք կաղամբը, թարմ կաղամբը համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով, և տրորում ենք։ Երբ թարմ կաղամբը այսպես մշակում ենք, այն դառնում է ավելի ներփահամ։ Հյութը դուրս է գցում, այդ ավելորդ հյութը մեզ հարկավոր չէ։ Մի խոսքով գործողությունը հենց այդ նպատակով է։ Լավ տրորելուց հետո թարմ կաղամբը որոշակի ժամանակ հանգիստ ենք թողնում։ Մյուս բաղադրիչը, որը առաջարկելու եմ ձեզ, մի քանի անգամ է ջերմային մշակման ենթարկվելու։ Նախ այն ուղարկելու ենք ջեռոց, որպեսզի կարմրի, որից հետո խաշելու ենք։ Դա կախասունքն է։ Փաստորեն կաղամբը վերցրեցինք մոտ 150 գրամ, կախասունքը 500 գրամ, կես կիլոգրամ։ Ինչ ենք անում նրա հետ։ Վերցնում ենք սիրելի ամանը, մանր սնկերը այսպես պոկոտում գցում ենք ամանի մեջ, իսկ եթե կան մեծերը, ասենք այսպիսիները, վերածում ենք թելիկների։ Գործի դնենք ջեռոցի տապակը, վրան փռել եմ սիլիկոնե գորգ, այդպես շատ հարմար է։ Կախասունքը ցողում ենք բուսայուղով, համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, 4 պղպեղով, տակնու վրա ենք անում և տեղադրում ենք գորգի վրա։ Տեղադրում ենք
գորգի վրա հավասար տարածում ենք ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 280 աստիճան թողնում ենք մինչև կարմրեն մյուս բաղադրիչը այսինքն կարելի ասել բաղադրիչները դրանք են թարմ մսեղենը և ապխտած մսեղենը հանենք այն ամենը ինչ մեզ կարող է պետք գալ և սկսենք մշակել արինց հետ թարմ մսեղենից վերցրել եմ 1 լոր մոտավորապես 175 գրամ կտրատում ենք չափաբաժինների այս ընթացքում կաթսան դնում ենք կրակին 1 ճաշի գթալ հալած յուղ ենք լցնում թող տաքնա այսպես ջուտը կբաժանենք 4 մասի մյուս մսատեսակը դա խոզն է, խոզի փափկամիսը վերցրել եմ 200 գրամ խոզի փափկամիս սա էլ կտրատենք չափաբաժինների մյուս մսատեսակը տավարն է վերցրել եմ ոսկորով որպեսզի եփելիս արգանակը խիտ ստացվի եւ համեղ սա էլ ենք կտրատում չափաբաժինների այ այսպես ինչու ես դու սահել ինչու ես դու դուրս արի այդտեղից դա քո տեղը չի, շնորհակալություն մսակտորները հարկավոր է տապակել անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը բոլոր կողմերից մսակտորները կարմրացնում ենք թող կարմրեն այդ ընթացքում նախապատրաստենք համեմունքը բովում ենք Մարանիկ ընկերության 1 դափնու տերև միջին չափի լավ են հատիկ սև պղպեղ լավ են համեմի սերմ և մանանեխի սերմը և համեմի սերմը 1 թեյ գթալ սև պղպեղն էլ մեր թեյ գթալ բովելուց հետո կտրորենք հավանգի մեջ Բոված համեմունքներին կավելացնեմ Մարանիկ ընկերության չորացրած օրձ, ծովի աղ,
Մի մասը համեմունքի լցնում ենք մսակտորների վրա։ Եվ խառնում ենք։ Արդեն լավ է, հրաշալի բույր ունի։ Զուգահեռ գազօջախին է հայտնվում մեծ տապակը։ Սունկը ինչ-որ բան է ասում։ Ոչ, դեռ շուտ է։ Լցնում ենք հալածյող, 1 ճաշի գթալ։ Վերցնում ենք նոր տախտակ, այս դանակը մսին չի կպել, կարող է աշխատել այս պայն, 3 գլուխ սոխ ենք կտրատում, փետրածև։ Անմիջապես սովորության համաձայն համևում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով, աղը քիչ անենք, որովհետև աղի բաղադրիչներ շատ ունենք։ Եվ սոդայով։ Լավ է, թող տապակվի, մինչ սոխը տապակվում է, արագ վերադառնանք, կարելի ասել մսային կացային, կացա, որտեղ մսեղենն է եփվում, ինչ ենք անում, կացայի մեջ ավելացնում ենք ապխտած մսեղեն, 2 հավի, 3 հավի թևիկ, կծու, հենց այսպես էլ գցենք։ Որսորդական երշիկ, 200 գրամ, սա էլ կտրատենք չափը բաժինների, որ հարմար լինի ուտել։ Եվ ոսկորով խոզապուխտ, սա էլ վատ չէ կարծում եմ, հենց այսպես կարելի է գցել, սա էլ 200 գրամ։ Տակնու վրա ենք անում, թող համերը խառնվեն, որից հետո վրան կավելացնենք եռացրած ջուր։ Վատ չէ։ Այնքան եռացած ջուր ենք լցնում, մոտ 1 լիտր, մինչև մսակտորները ծածկվեն։ 1 լիտր 200 միլի։ Լավ է։ Թող եփվի։ Վերադառնանք սոխին։ Հենց սոխը փափկեց, կավելացնենք կաղամբը, որը նախապես մշակել ենք, տրորել ենք աղի և շաքարավազի խառնուրդով։ Տակնու վրա անենք, թողնենք թող տապակվեն, զրուցեն միմյանց հետ, կաղամբը և սոխը։ Այդ ընթացքում կնախապատրաստենք մյուս բաղադրիչը,
Դա կծու պղպեղն է, կծու չիլին, բարև կծու չիլի, կտրատում են կողակների, կվերցնեմ մեկ պղպեղ, օգտագործեմ սերմերով, նրանք ովքեր չեն սիրում կծու գիտեն, այս քայլը բաց են թողնում, օգտագործելու եմ նաև թթու կաղամ, այսրան, բայց դեռ հերթը չէ, և քանի որ կա թթու միջավայր, հավասարակշռելու համար կառաջարկեմ սալորաչիր, այն ունի իր մեջ քաղցրություն և ինչ-որտեղ նաև թթվաշություն իհարկե, կտրատում ենք 1, 2, 3, 4, 5 սալորաչիր, անկորիզ, եթե կորիզով եք, կորիզը անպայման հեռացրեք, կարծում սունկը արդեն բավականաչափ կարմրել է, ինչ ենք անում նրա հետ, լցնում ենք կաթսայի մեջ, մսի հետ եփվելու, սունկը իր յուրահատուկ համը կհաղորդի և կերակրին և արգանակին, դու ազատ ես, դու նույնպես, դու տաք ես, սա էլ արեցինք, սուզենք, թող եփվի, այստեղ ավելացնում ենք 1 ճաշի գթալ մեղր, սխտոր, 4 բջեղ, 3 բջեղ, մանր կտրատած, լցնում ենք մնացած համեմունքը, թթու կաղամբը, այստեղ 750 գրամ է, ես կլցնեմ կես կիլոգրամը, բավական է, մոտ 5 րոպեից երկու զանգվածները միավորում ենք, կամ սա ենք լցնում կաթսայի մեջ, կամ կաթսան տապակի մեջ կարծում եմ, տապակի մեջ կտեղավորվի, փորձենք ամենայն դեպս, տեղավորում ենք,
Միավորելուց հետո մարման կրակի վրա եփում ենք 1 ժամ, որից հետո կմատուցենք։ Բիգոս։ Թարմ կաղամբը ժապավենաձև կտրատել, համեմել աղով, շաքարավազով, տրորել, թողնել մարինացվի։ Կախասնկերը մասնատել, բուսայուղ ցողել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, խառնել, տարածել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակի մեջ, 280 աստիճան տաքությամբ գրիլ եղանակով ջեռոցում խորովել մինչև կարմրեն։ Լորը 4 մասի կտրել, խոզի փափկամիսը, տավարի ոսկրոտ միսը չափաբաժինների կտրատել, հալած յուղով բոլոր կողմերից տապակել մինչև կարմրեն։ Համեմունքի համար տապակի մեջ դափնու տերև, հատիկ սև պղպեղ, համեմի և մանանեխի սերմեր բովել, լցնել հավանգի մեջ, չոր ուրց և աղ ավելացնել, տրորել։ Այս խառնուրդի մի մասով համեմել միսը։ Կարմրած մսեղենին հավի ապխտած թևիկներ, կտրատած որսորդական երշիկ, ոսկորով խոզապուխտ ավելացնել, մոտ 1 լիտր 200 մլ եռացրած ջուր լցնել, ավելացնել կարմրած կախասունկը, շարունակել եփել։ Մեծ տապակի մեջ յուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել։ Հենց սկզբից համեմել շաքարավազով, աղով և սոդայով։ Երբ սոխը փափկի, ավելացնել մարինացված թարմ կաղամբը, շարունակել տապակել։ Քիչ հետո կտրատած կծու-պղպեղ, սալորաչիր, մեղր, սխտորի մարացրած պճեղներ ավելացնել, լցնել համեմունքի մնացած մասը, թթու կաղամբ դնել, խառնել, եփել։ 5 րոպեից կաթսայի և տապակի պարունակությունները միավորել, խառնել, ծածկել, մարման կրակով 1 ժամ եփել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի ոսկորոտ միս, բանջարեղեն, կարմիր գինի, կիսաանապակ, կարմիր գինու քացախ, լոլիկի մածուկ, լոլիկ սեփական հյութում, աջիկա եւ ընտիրալհատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։